Բարև ձեզ, նախ ողջունում եմ մեր այս հանձնաժողովի առաջին ասուլիսը եւ կարծում եմ սա շատ պահանջված է հաշվի առնելով, որ մենք հանրային դաշտում առնչվում ենք մի իրավիճակի հետ, երբ ժամանակից ստեղծված, այսպես ասած, քաղաքացիական հասարակության կառույցները գոնե դրանց գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում եւ դրանով իսկ տալիս այն կանաչ լույսը, որը օգնում է այս իշխանություններին ոչ միայն շարունակել իրենց հետապնդումների, բռնաճնշումների գործողությունները, այլև դրանք ել ավելի տարածել եւ ել ավելի կոպիտ ու օրինախախտ տարբեր ձևերով իրականացնել։ Միջազգային կառույցների հետ իմ տասնամյակների աշխատանքը, թե որպես ԱԳՆ խոսնակ, թե որպես ՄԱԿ-ում փոխդեսպան եւ հետագայում միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ինձ մի բան է ապացուցել, որ գուցե այսօր թվացյալ միջազգային իրավունքի կոմայի մեջ լինելը մեզ մեծ հնարավորություններ չի տալիս, բայց մեր պետության հանձնառությունները եւ արկա կառույցների ճիշտ օգտագործումը, հատկապես տեղեկատվության տրամադրման եւ այլընտրանքային կարծիքի ներկայացման միջոցով օգնելու է ոչ միայն զսպելու այս իշխանությունների ախորժակը, այս հասարակությունը դարձնելու ընդհանրապես ենթակա եւ ստրուկ մտածելակերպով մի ամորֆ զանգված, այլ նաև օգնելու է մեզ ինչ-որ միտեղ կանխարգելիչ դերակատարում ունենալ թե մեր երկրի ներսում եւ թե մեր հարևան Ադրբեջանի պարագայում, որտեղ մենք մինչ այսօր ունենք պատանդներ եւ գերիներ։ Միայն վերջերս մեր հարևան թշնամի պետության ղեկավարի կողմից այսպես հաթաթա էր հնչեցվում Եվրախորհրդի հասցեին եւ դա պատահական չէ, որտեղ իրենց պարծենկոտ եւ այսպես շատ ամբարտավան կեցվածքի ետևում բոլոր դեպքերում իրենց եւ իրենց պետության համբավի առումով խոցելիությունը պահպանվում է։ Նույնը վերաբերում է նաեւ մեր ներկայիս իշխանություններին եւ ընդհանրապես յուրաքանչյուր պետության համբավի առումով։ Պատահական չէ, որ մեր միջազգային գործընկերները շատ հաճախ եւ կարծեմ Աննան այստեղ կարող է վկայել, որ երբ ներկայացվում են տարբեր հանդիպումների ժամանակ արկա իրավիճակը, իրենք խոսում են, որ ձեր իշխանությունները նման հարցեր չեն բարձրացնում եւ նման հարցերի մասին չեն խոսում։ Մենք այդ տեղեկատվությունը չունենք։ Իսկ եկեք ազնվորեն խոստովանենք, որ այստեղ ներկա արևմտյան դեսպանությունների ներկայացուցիչները ամբողջովին լծված են այդ գլոբալ ծրագրի իրականացմանը եւ չեմ տեսնում, չեմ լսում, չեմ նկատում քաղաքականություն են իրականացնում հույս ունենալով, որ այդ ծրագիրը ի վերջո հաջողության կհասնի։ Պիտի հիասթափեցնեմ, մեր ժողովուրդը անցած տարիների ընթացքում ցույց է տվել իր ներքին դիմադրողականության ուժը, գուցե չի հաջողվել ամբողջովին հաղթանակներ արձանագրել, բայց միշտ էլ ելքեր է գտել թե իր ձայնը բարձրացնելու, թե իր կարծիքը եւ անհաշտությունը ներկայացնելու եւ իր ազգային նպատակներին համահունչ եւ արկա իրավական դաշտի պահանջներին համահունչ գործողություններ իրականացնելու։ Կարծում եմ մենք դրանով կկարողանանք գոնե որոշակիորեն զսպել, ինչպես ասացի, այս իշխանությունների վարքագիծը, ոչ միայն նաեւ հետագայի համար, մեզ համար հիմք ստեղծելու այլ պահանջներ ներկայացնելու թե մեր ներկայիս աթոռներին բազմացներին եւ թե նաեւ այդ նույն միջազգային հանրությանը, որը պատե հառիթը չի օգտագործի այդ իրենց նախկինում օգտագործած դագանակը իրենց քաղաքական նպատակների համար մեզ վրա ճոճելու։ Այս առումով դա նաեւ մեզ հիմք է տալու իրենց դեմ փաստարկներ ներկայացնելով, իրենց իրական դեմքը ցույց տալով մեր երկրի եւ մեր պետության հանդեպ որոշակի ուրեմն գործողություններ զսպելու առումով։ Շնորհակալություն։